Փառավորվի մեր Հիսուս Քրիստոսի անունը, եղբայրներ, քույրեր ջան, ձեզ բարևներ Ֆրանսիայի Թխուա քաղաքի եւ Դիժոն քաղաքի եկեղեցուց։ Աստված ձեզ օրհնի։ Աստված օրհնի։ Շատ ուրախ եմ նորից ձեր մեջ գտնվելու, Աստված օրհնի բոլորիդ ժողովուրդ ջան։ Այսօր Տիրոջ ողորմությունով, Տիրոջ շնորհքով կփորձեմ մի միտք փոխանցեմ հաղորդակցություն Աստծո հետ ինչքան կարևոր է հավատացյալի կյանքում ժողովուրդ ջան։ Մեր Սուրբ Հոգին մեր եղբոր միջոցով մի հատ խոսք ասաց ճյուղի նպատակը ոչ թե այն է, որ ինքը մտածի ոնց պետք է պտուղ բերի, այլ իր միտքը, իր նպատակը պիտի լինի ոնց մնա որդի վրա, չէ, որպեսզի Աստված նրան պտուղներ տա, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Ուրեմն մեր կյանքում հավատացյալի կյանքում ժողովուրդ ջան, ամենաառաջնային բաներից մեկը ես իմ կարճ կյանքում այդ եմ հասկացել, որ հավատացյալը պետք է ամեն ինչ անի, որ Աստծո հետ հաղորդակցություն պահի, որովհետև այդտեղից են գալիս ամեն օրհնությունները Աստծո, փառավորվի իր անունը։ Ես կուզեմ երկու համար կարդամ, որտեղ մեկում տեսնում ենք ինչ է լինում, երբ որ Աստծո հետ հաղորդակցություն կա, երբ որ Աստված խոսում է, եւ նաեւ մի համար կարդանք, որ տեսնենք ինչ է լինում, երբ որ Աստված չի խոսում։ Ժողովուրդ ջան, որպեսզի մեզ ավելի հասկանալի լինի, ինչքան կարևոր է ամենօրյա շփումը եւ ամենօրյա Աստծո հետ հանդիպում մանգալը մարդու համար։ Ուրեմն կուզեմ առաջի համարը, որ կարդանք, ժողովուրդ ջան, գրված է Եսայա 30-րդ համար 21-րդ խոսքից ժողովուրդ ջան, Եսայա 30-րդ գլուխ, Եսայա 30, 21-րդ համարից։ Տեսեք, այսպիսի խոսքեր ասում Աստծո խոսքը։ Եվ քո ականջները լսելու են մի խոսք քո ետևից, որ ասե. Սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք, եւ երբ որ ձախ կողմը պետք է գնաք։ Ժողովուրդ ջան, հավատացյալը մենք բոլորս կարիք ունենք այդ ձայնը ամենօրյա լսելու մեր կյանքերի մեջ, որպեսզի Աստված խոսա, ամեն անգամ, երբ որ մենք կանգնենք ընտրության առաջ, չլինի, որ չիմանանք աջ պետքա գնանք, թե ոչ, այդ հաղորդակցությունը լինի, որ երբ որ հասնում ենք այդ ճանապարհին ընտրության առաջ, այդ քաղցր ձայնը մենք մեր կյանքում լսենք, ժողովուրդ ջան։ Եվ ինչ է լինում, չէ, երբ որ այս ձայնը մեր կյանքում լինում է, շատ ժամանակ մենք փորձում ենք պատերազմել, հաղթել եւ չի ստացվում։ Եվ մենք ինքներս մեզ հարց ենք տալի, ինչու իմ մոտ չի ստացվում, ինչու ես չեմ կարող։ Տեսեք, երբ որ Աստծո քաղցր ձայնը լսվում է իմ կյանքում, ինչ է լինում։ Սա է ճանապարհը, սրանով գնացեք, երբ որ աջ կողմը պետք է գնաք եւ երբ որ ձախ կողմը պետք է գնաք, այն ժամանակ դուք պիղծ կհամարեք, դու քո արծաթի կուրքերի ծածկոցները եւ դու քո ոսկիի կրածոների ձուլվածքը, դու ցիրուցան կանես դաշտի չորի պես եւ դու նրանց ասելու ես դուրս։ Տեսնում եք ինչ է ասում Աստծո խոսքը։ Երբ որ հաղորդակցություն է ալնում Աստծո հետ, ժողովուրդ ջան, եւ Աստծո ձայնը մենք լսում ենք, մենք ինքներս ենք մեր մեջի կուրքերին, մեր մեղջի մեղքերին, չէ, վատ բաներին ասում դուրս մեր մեջից։ Ինչու՞։ Որովհետեւ Աստծո ձայնը այնքան քաղցր ու հաճելի է, ուղղակի համեմատելու չի։ Այն ինչ որ մարմինն է առաջարկում, ժողովուրդ ջան, ու այն ինչ որ Աստված է առաջարկում, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Համաձայն ենք մենք սրա հետ բոլորս, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Ուրեմն մենք հավատացյալ լինելով ամեն օր կարիք ունենք Հիսուսի ձայնը լսելու, ժողովուրդ ջան, եւ մեր միակ նպատակը սա է լինելու Հիսուսին նայելու, կողքը չնայելու, ժողովուրդ ջան, Հիսուսին նայելու։ Գիտեք, Գործք առաքելոցի մեջ, երբ որ Հիսուսը Պետրոսին ասում էր իր ապագայի մասին, ասում էր Պետրոս, երբ որ դու երիտասարդ էիր, դու քո գոտին կապում էիր եւ գնում էիր այնտեղ, ուր որ ուզում էիր, բայց երբ որ կմեծանաս, ասում է, չէ, քեզ ուրիշները կտանեն։ Պետրոսը գիտեք այնտեղ մի հատ հետաքրքիր բան արեց, ասում է նայեց Հովանեսին եւ ասավ, բայ իրա վերջը ո՞նց պիտի լինի։ Եվ Հիսուսը ինչ ասավ, քեզ ինչ ասում է, եթե ես ուզում եմ, որ նա ապրի, միջև ես կգամ, դու իմ ետևից արի։ Շատ ժամանակ մենք այսպես ենք անում, ժողովուրդ ջան, Աստված մեզ կանչում է, Աստված ինչ որ մեզ խոսք է ասում, մենք նայում ենք ուրիշին։ Բայ իր գործը ոնց պիտի լինի, չէ։ Աստված ասում է,
քեզ ինչ ես նրա կյանքի հետ ոնց կաշխատեմ, դու ինձ նայի, թող քո ուշադրությունը իմ վրա լինի, թող քո ուղղությունը ես լինեմ, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Եվ տեսեք նաև ինչ ալնում ժողովուրդ ջան, երբ որ սա հենց հավատացյալ մարդու մասին է, երբ որ հավատացյալը ամենօրյա շփում չի ունենում Աստծո հետ։ Ես կուզեմ նորից կարդանք Եսայայի 50-րդ գլխի ուրեմն երկրորդ համարի ժողովուրդ ջան, Եսայա 50-րդ գլուխ, երկրորդ համար։ Ինչ է ասում։ Ինչու համար ես եկա մարդ չկար, ես որ կանչեցի, պատասխանող չկար։ Միթե իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չկարողանայի փրկել, եւ կամ թե ես զորություն չունեի ազատելու։ Ահա ես իմ սաստելով ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նրանց ձկները ջուր չլինելուց եւ մեռնում են ծարավից։ Տեսնում եք ինչ է ասում Աստծո խոսքը։ Ուրեմն երբ որ Աստված լռում է, ինչ է անում ժողովուրդ ջան, ամեն բան ցամաքում է։ Ջրերը ցամաքում են, ձկները սատկում են, ամեն բանը չորանում է հավատացյալի կյանքում։ Ու ես վստահ եմ, որ մեր բոլորիս կյանքում է եղել է, որ հաղորդակցություն ենք ունեցել Աստծո հետ եւ եղել է ժամանակներ, որ այդ հաղորդակցությունը ինչ-ինչ պատճառներով խախտվել է։ Ու մենք այդ ցամաքումը, այդ վատ վիճակը, այդ վատ զգացողությունը տեսել ենք, ժողովուրդ ջան։ Դրա համար Աստված այսօր սիրով կանչում է մեզ, որ մենք մեր հաղորդակցությունը պահենք, իսկ եթե խափանվել է, վերականգնենք ժողովուրդ ջան։ Փառավորվի մեր Հիսուս Քրիստոսի անունը։ Սա է հոգևորի կյանքում ամենաառաջնային բանը։ Եվ երբ որ գիտեք, առաջի Սաղմոսի մեջ ասում է, որ երանելի է այն մարդը, որի ուշք ու միտքը, չէ, Աստծո խոսքի վրա է։ Եվ այնտեղ ասում է, որ նա նման է, ուրեմն ջրերի մոտ տնկված ծառի, որ իր պտուղը տալիս է իր ժամանակին։ Եվ հայտնության մեջ ժողովուրդ ջան, մի հատ հետաքրքիր համար է ասում է, որ նրա ձայնը նման է շատ ջրերի ձայնին։ Հիշում եք այդտեղ, որ Հովհաննեսը բնութագրում է Հիսուսին, երբ որ տեսնում է իր փառքի մեջ, ասում է, որ նրա աշկերը կրակի բոցի պես են եւ այլն, մազերը չէ, սպիտակ ձյունի պես, եւ ասում է, որ նրա ձայնը նման է շատ ջրերի ձայնին։ Ձեզ հետ հեշտ պատահել է, երբ որ գնաք գետի մոտ կանգնեք եւ այդ ջրերի խշխշոցը լսեք, չէ՞։ Ինչ է կատարում, ինչքան շատ ենք մոտենում գետին, այնքան կողքի ձայները էլ չենք լսում։ Ինչու, որովհետեւ ջրի ձայնը այնքան բարձր է, ժողովուրդ ջան։ Նա այնպեսի հաճելի ձայն է, որ համ քաշում է, համ ուզում ես լսել, համ էլ ուրիշ ձայները էլ քեզ լսելի չեն լինում։ Այ մեր Հիսուսի ձայնն էլ է այսպես։ Երբ որ մենք հաղորդակցվում ենք եւ առավոտը զարթնելուց նրա երեսն ենք փրկնում, օրվա մեջ մենք նրա ձայնը հաստատ լսում ենք, ժողովուրդ ջան։ Դա պարտադիր է։ Ես իմ կյանքում ինչքան փորձել եմ, երբ որ առավոտը արթնանում ենք եւ առաջնի բանը, չէ՞, մենք Աստծուն փնտրելն ենք անում, օրվա մեջ դու նրա ձայնը լսում ես։ Եվ խաղաղությունն էլ անում, հաղթությունն էլ անում, հանգստությունն էլ անում, փառավորվի մեր Տիրոջ անունը։ Դրա համար Հիսուսը ասում էր, երբ որ նրան հարցնում էին, ասում էին, ո՞րն է առաջի ամենակարևոր պատվիանը, ասում էր՝ սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ հոգով, սրտով, կարողությունով, ուժով, սրանից կախված է մնացածը, օրենքը, մարգարեները, մենք հաճախ sense մի հատ լիստ ենք կազմում, ասում ենք սա պիտի անեմ, սա պիտի չանեմ, սա պիտի անեմ, սա պիտի չանեմ, բայց երբ որ մենք սիրում ենք Աստծուն ու ամեն օր հաղորդակցվում ենք նրա հետ, այդ լիստը անկախ իրանից կատարվում է, ժողովուրդ, որովհետև ամեն բանը կախված է Աստծո հետ հաղորդակցությունից։ Փառավորվի մեր Տիրոջ անունը, կանգնենք աղոթք անելու եւ փնտրենք նրա երեսը, ժողովուրդ ջան։ Հալելույա։